Վարունգի համով Pringles, վարունգի համով Lay's, վարունգի համով ինչ-որ անհայտ ծագմամբ չիփս։ Ինչպես հասկացաք, այսօր կլինի չիփսերի փորձարկում։ Եվ ես ցանկանում եմ առաջինը սկսել Pringles-ից։ Ներսից sense տեսք ունի, ճիշտ նայած վրայի կանաչիկները ոնց որ բորբոս լինի, բայց դե պրոբոյեմ։ Առաջին համը, որ զգում եմ, միանգամից դա վարունգի համն է, հետո sense ավերանում է աղը ու շոտ համով է, ես սա շատ հավանեցի։ Pringles-ի համար ես վճարել էի 1590 դրամ, բայց դե կգնահատենք սա 10-ից 10 լիմոն, որտեղ շոտ համով էր։ Հաջորդը կփորձարկենք այս անհայտ ծագմամբ չիփսը։ Ոյ, ես ինչ ուժեղ հոտ է եկավ։ Ներսից նայեք sense տեսք ունի, պրոբեմ։ Ամառվա իսկական քաղցր վարունգների համն է գալիս։ Բայց դե խիմոզնի նոտկայով, կարծեմ սրա մի 700 քանիս էի տվել եւ շատ գոհ եմ։ Բայց այս մեկը ավելի թույլ էր, քան Pringles-ը, դրա համար կգնահատենք 10-ից 10։ Վերջում դաժե ինչ-որ քաղցրություն է զգացվում։ Ինչևէ, եկեք հաջորդը փորձարկենք Lay's-ը։ Lay's-ի տուփիկը սենց է, պրոբոյեմ։ Շատ նման է Pringles-ին, ուղղակի ավելի խրուստյաշիկ է ինքը։ Այս մեկի համար վճարել էի 1490 դրամ։ Երկուսն նույն համը ունեն գրեթե, դրա համար մենք Lay's-ին կգնահատենք էլի 10-ից 10 լիմոն։ Մեր այսօրվա հրաշագեղ փորձարկումը ավարտվեց։ Մեկնաբանություններում կարող եք համեր առաջարկել, ես դրանք կգնեմ տարբեր ըմպելիքներ, չիփսեր, պեչենիներ եւ կփորձարկեմ։ Դուք էլ կիմանաք դա արժի առնել, թե ոչ։ Շնորհակալություն, որ մինչև վերջ նայեցիք, հետևեք ինձ, որ չկորցնեք։